Տարիների դադարից հետո կենսաչափական անձնագրերը վերադառնում են բոլորովին նոր տեսքով և սիմվոլիկայով։ Այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին ենք խոսում, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կարողանան ճանապարհորդել։ Վիզուալ առաջին և ամենատեսանելի փոփոխությունը նոր անձնագրի գույնն է՝ կարմիր։ Կարմիր էր նաև խորհրդային Հայաստանի քաղաքացու անձնագրի գույնը, բայց այս կարմիրը Հայաստանի դրոշի 3 գույներից մեկն է խորհրդանշում։ Նոր անձնագրերը վիզուալ նոր լուծումներով են լինելու, ունենալու են բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգության բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել, որպեսզի տարբերությունը շատ ակնառու լինի, դրա համար որոշեցինք փոխել գույնը։ Առաջին էջի ձախ կողմում և վերջին էջում Հայաստանի ուրվագծային քարտեզն է։ Ըստ վարչապետի, փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Հայկ Նահապետից մինչև Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանակարեր, Էջմիածնի Մայր տաճարից մինչև Քառագագաթ Արագած, իսկ Արարատը բացակայում է։ Ավելին, նույնիսկ Խոր Վիրապն է պատկերված այնպես, որ հանկարծ չերևա բիբլիական լեռը։ Այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ու սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ ենք խոսել, ենթադրում եմ էլի կլինի, բայց մեր ընկալումը եւ դիրքորոշումը այսպիսին է։ Անձնագրի էջերում նաև Մաշտոցի ստեղծած այբուբենն է և առաջին հայատառ նախադասությունը՝ ճանաչել զիմաստություն և ըսխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և առանձին իմաստ ունեն։ Մասնավորապես Ա տառը նկատի ունենալով ազատություն, անկախություն, Ե տառը երջանկություն։ Փաշինյանն ասում է, մտածել են, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև իրենց իշխանության ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և պատկերացումներն էականորեն կընդգծեն։ Կենսաչափական նոր անձնագրերում տեղ են գտել նաև ժամանակակից պետականության խորհրդանիշները, նախագահի նստավայրը, կառավարության, ազգային ժողովի, սահմանադրական դատարանի շենքերը։ Պատկերվել են նաև Կասկադը և Թամանյանը, որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ։ Քաղաքացիները նոր անձնագրի էջերում կտեսնեն նաև թռչնի պատկեր։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ աղավնիներ են պատկերված էջերում, բնականաբար նկատի ունենալով խաղաղությունը, երջանկությունը։ Նոր անձնագրերի մուտքով Հայաստանն ըստ վարչապետի կատարում է կարևոր քայլ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։ Կարմիր, բարձր մակարդակի պաշտպանությամբ, հայկական ինքնությամբ, բայց առանց Արարատ լեռան պատկերի կենսաչափական նոր անձնագրերը և նույնականացման քարտերը հասանելի կլինեն արդեն առաջիկա աշնանը։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։